Փառաբանության երգ, Սաղմոս 33, ցնծացեք Տիրոջով, ով արդարներ, ուղիղներին վայելում է օրհներգությունը, փառաբանեք Տիրոջը քնարով, 10 լար ունեցող քնարով Սաղմոս երգեցեք նրան, նոր երգ երգեցեք նրան, լավ նվագեցեք լարավոր գործիքը, ցնծության բարձր աղաղակով, որովհետև արդար է Տիրոջ խոսքը, և նրա բոլոր գործերը հավատարմությամբ են, նա արդարություն և իրավունք է սիրում, երկիրը լիքն է Տիրոջ ողորմությամբ, Տիրոջ խոսքով ստեղծվեց երկինքը, և նրա բերանի շնչով երկնային բոլոր մարմինները, նա դեզի պես ժողովում է ծովի ջրերը և անդունդները դնում ամբարներում, թող Տիրոջից վախենա ողջ երկիրը, թող նրանից սարսափեն աշխարհի բոլոր բնակիչները, որովհետև նա ասաց և եղավ, նա հրամայեց և հաստատվեց, Տերը ոչնչացնում է հեթանոսների խորհուրդները և խափանում է ժողովուրդների դիտավորությունները, բայց Տիրոջ խորհուրդը հաստատ է հավիտյան, նրա սրտի մտադրությունները սերնդից սերունդ, երանի այն ազգին, որի Աստվածը Տերն է, և այն ժողովրդին, որին նա իր համար ժառանգություն ընտրեց, Տերը նայում է երկնքից, տեսնում է մարդկանց բոլոր որդիներին, իր բնակության վայրից դիտում է երկրի բոլոր բնակիչներին, նրանց բոլորի սիրտը ինքը ստեղծեց, նա հասկանում է նրանց բոլորի գործերը, թագավորը զորքի շատությամբ չի փրկվում և ոչ էլ հսկան է ազատվում իր մեծ ուժով, ձինել սուտ է փրկության համար և իր մեծ զորությամբ չի ազատում, ահա Տիրոջ աչքը իրենից երկյուղածների վրա է և նրանց վրա է, որոնք սպասում են նրա ողորմությանը, որ նրանց անձերը ազատի մահից և կերակրի նրանց սովի ժամանակ, մեր անձը հույսով սպասում է Տիրոջը, նա է մեր օգնությունն ու վահանը, նրանով է ուրախանում մեր սիրտը, քանի որ մենք հույս ենք դրել նրա սուրբ անվան վրա, Տեր, թող քո ողորմությունը մեզ վրա լինի, ինչպես որ սպասում ենք քեզ։